Լև գրուպ հաստաբանական գրասենյակը շնորհավորում է բոլորիս ամանորը եւ Սուրբ Ծնունդը։ Թող 2026-ը լինի պարզ, արդար եւ հաջողություններով լի տարի։ Ջերմ բարեմաղթանքներով Լև գրուպ հաստաբանական գրասենյակ։ Բարև ձեզ բարեկամներ, ամանորը աստիճանաբար արագություն է հավաքում եւ բնական է, որ մենք այս օրերին հիմնականում շնորհավորանքներ ենք ուղղում միմյանց հասցեի, ամանորի շնորհավորանքներ։ Իհարկե մենք ուզում ենք, որ ամանորը ձեզ համար լինի հաջողակ տարի, ձեր իղձերի, ցանկությունների իքատարազման եւ իհարկե բոլոր նպատակների ու ծրագրերի իրագործման տարի։ Շերի բարեկամներ, փակ թիվին միշտ ձեզ հետ է լինելու, ձեր հոգսերով է իհարկե շարժվելու եւ ամենակարևորը փորձելու է ձեզ միշտ այսպես ճշմարտացի ինֆորմացիա տալ այն ամենի մասին, ինչը տեղի է ունենում մեր առօրյա կյանքում։ Ես պիտի ասեմ, որ մենք այս օրերին հատկապես փորձելու ենք ձեզ ներկայացնել այնպիսի ծրագրեր, որոնք այսպես եւ հաճելի հուշեր են արտասնելու եւ ամենակարևորը ավելի հետաքրքիր են դարձնելու ամանորյա ձեր այս տոնական օրերը։ Այսօր մենք որոշել ենք մեր տեսադարանից ձեզ ներկայացնել մի շատ հետաքրքիր անձնավորության մասին պատմող հաղորդում, մի երգչուհու, ով իսկապես արժանիորեն եւ հավատարմորեն այսպես ծառայել է հայկական երգարվեստին։ Մարդ, որը շատ գեղեցիկ ճանապարհ է անցել եւ ամենևին էլ պատահական չէ, որ մենք այսօր մեր տեսադարանից որոշել ենք ձեր դատին ներկայացնել մի հաղորդում, որը ժամանակին շատ այսպես ջերմությամբ ընդունեցին այդ երգչուհու հազարավոր երկրպագուները։ Ես առաջարկում եմ դիտել մեր այդ հաղորդումը եւ պիտի ասեմ, որ դա իմ հեղինակային լինել թե չլինել ծրագրից եւս մի այսպես ոսկե պատառիկ է, որ ես պահում եմ որպես հաճելի հուշ։ Ես ուզում եմ այն այսօր ներկայացնել ձեր դատին։ Սիրելի բարեկամներ, հրաշալի է, որ մենք նման տեսադարան ունենք։ Գիտեք, մարդիկ, որոնք վաստակ ունեն եւ որոնց մասին մենք, ինչպես ասում են, միշտ փորձում ենք հիշել եւ արժանին մատուցել նրանց վաստակին։ Հիմա դիտում ենք լինել թե չլինել իմ հեղինակային ծրագրից մի հաղորդում, ինչը կարծում եմ հատկապես աճույքով կդիտեն բոլոր այն ունկնդիրները, ովքեր սիրում են հայկական երգը, թե ժողովրդական, թե էստրադային, ընդհանրապես հայկական երգարվեստը։ Խնդրեմ, դիտեք, վայելեք եւ մեկ անգամ եւս շնորհավորում եմ ձեր բոլորի աման օրը։ Միշտ հաճույքով եմ ողջունում բոլոր այն հեռուստադիտողներին, որոնք սովորաբար այս ժամին դիտում են մեր ծրագիրը։ Այսօր հերթական օրն է լինել թե չլինել հեղինակային ծրագրի եւ հերթական հյուրը։ Ով է այդ անձնավորությունը։ Պիտի ասեմ շատ ինքնատիպ, բավականին այսպես ճանապարհ անցած, գեղեցիկ ճանապարհ անցած անձնավորություն, ում հետ հավատացեք հանդիպելը միշտ էլ լի է անակնկալներով։ Դրանում դուք քիչ հետո կհամոզվեք, բայց մինչ այդ դիտենք նրա մասին պատմող տեսանյութը։ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, երգչուհի Սուսաննա Սաֆարյանը ծնվել է 1955 թվականի հուլիսի 5-ին Արարատի մարզի Վեդի քաղաքում։ Սովորել է Երևանի երաժշտամանկավարժական ուսումնարանի վոկալ բաժնում։ 1976 թվականից որպես մեներգչուհի աշխատել է Հայաստանի ժողովրդական գործիքների պետական նվագախմբում։
Ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիայի ժողովրդական գործիքների բաժնի ժողովրդական երգի դասարանը, ուր հետագայում նաև դասավանդել է։ Նրա ասպիրանտական ուսումնասիրության թեման եղել է հայկական օրորները։ 1990 թվականից եղել է Արամ Մերանգուլյանի անվան անսամբլի մեներկչուհի։ 1995 թվականից Սայաթ Նովա աշուղական երգի անսամբլի հիմնադիր երգիչ։ Ռադիո-հեռուստատեսային ծրագրերին ներկայացրել է պանդխտության երգեր, հույզի մեղեդի, հավերժող կրակ, հայկական օրորներ, մայրս համերգաշարերով։ Զբաղվում է երգահավաքությամբ, գրի է առել երգեր, որոնք մշակելու ձայնագրել է Գանձեր համույթի, Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների անսամբլի, ժողովրդական գործիքների պետական նվագախմբի հետ։ Համերգներով հանդես է եկել Հայաստանում, Ֆրանսիայում, Ավստրալիայում, Սիրիայում, Իրաքում, Ռումինիայում, Հորդանանում, Բուլղարիայում, Հունաստանում, Կիպրոսում, Գվինեայում, Սենեգալում։ Նրա գրած բանաստեղծությունները, երգերն այսօր էլ շատ հաճախ հնչում են իր համերգային ծրագրերում։ Սուսաննա Սաֆարյանն է մեր հյուրը, հանրապետության վաստակավոր արտիստ, 30-ից ավելի գրքերի հեղինակ, տիկին Սուսաննա, բարի գալուստ։ Բարև ձեզ։ Շատ ուրախ եմ, որ վերջապես լինել թե չլինել ծրագրի տաղավարում եք։ Իհարկե լինել։ Իհարկե պիտի լինել տաղավարում, բայց Շեքսպիրյան հանրահայտ հարցի պատասխանը մենք ձեզ ամենավերջում ենք տալ, այնպես որ միշտ ապեք պատասխանել։ Առաջին հարցը, որ հիմա ձեզ ուզում եմ տալ, գուցե ձեզ բազմիցս տվել են, բայց փորձենք մեկ անգամ էլ պատասխանել։ 90-ական թվականներին, երբ մեզ մոտ ամեն ինչ սկսվում էր չտարով, լույս չկա, ուժ չկա, մի խոսքով ամեն ինչ չկա, Սուսաննա Սաֆարյանը ակտիվ, բուռն ստեղծագործում էր։ Ինչու եք բացատրում այդ անուղելի լավատեսությունը։ Զարմանալիորեն այդ չեն իմ մոտ էր արկա, որովհետև ես չեմ կարող չերկել, չստեղծագործել։ Հենց բանը դրանում էր, որ այդ ժամանակ ցուրտ, մութ եւ այլն մարդիկ հիշում են, բայց ես փորձում եմ դա չհիշել, որովհետեւ մենակ 1993 թվականին արդեն ասեցիք ինչ վիճակ էր, ես հրատարակեցի Իմ աշխարհը երգն է գրքույկը, Սիրտս գրքույկը, այսինքն անվերջանալի հորդում է հոգիս եւ ես չեմ կարող չանել դա։ Հենց բանը դրանում է։ Պարզ է, մի խոսքով լավատեսությունը ձեզ մոտ իծնե է, այդպես։ Գուցե եւ ներսի կուտակումներն են մեղավոր, որովհետեւ հրաբխի դեմն առնել հնարավոր չի։ Չհամճող հրաբուխ եք։ Եվ ամենակարևորը ձեր հրաբուխը միշտ սեր է բերում, քնքշան։ Ինչքանով է դա գեղեցիկ չգիտեմ, բայց դա է փաստը։ Դուք բոլորից հայտնի եք որպես մի երգչուհի, ով 40 տարուց ավելի արժանիորեն ներկայացնում է հայկական ազգային երգը, մեր մշակույթը աշխարհի տարբեր անկյուններում։ Ասացեք, այսօր, երբ դուք նայում եք այդ 40-ամյա, ինչպես ասում են, բարձունքից, տեսնում եք երիտասարդ կատարողների, որոնք կարող են ձեր ստեղծած հիանալի ավանդույթները շարունակել։ Կան այդպիսիք։ Ես ի դեպ ասեմ, բոլորին հետևում եմ, բոլորի ելույթները հիանում եմ, բայց երբեմն վերլուծում ես, չէ, եւ մտածում ես, իսկ ինչ է պետք ուրիշ այս երիտասարդին, որ նա կարողանա իսկապես քո տարիքին հասնի եւ մնա բեմում, չէ, այսինքն ինքնատիպ մտածողություն։ Եթե լսեն, արդեն կսկսեն մտածել սրա շուրջ։ Այսինքն, երբ որ մենք ասպարեզ մտանք, դուք հիշում եք մեր հրաշալի երգիչներին Օֆելիա Ամբարձումյան, Ռուբեն Մաթեոսյան, Հովհաննես Բադալյան եւ այլն։ Ու հանկարծ հայտնվեցինք ես, Էդվարդ Արփինյանը, Ֆլորա Մարտիրոսյանը, Ֆլորան իր ինքնաբուխ, գեղեցիկ, ինքնատիպ կատարումներով նրբին նուրբ, մեղմիկ ամենակարևորը, չէ, այդ թողուբողի մեջ։ Էդվարդ Արփինյանը մեր երևի թե ամենաինտելեկտուալ երգիչն էր, որովհետև նա գիտեր ինչի մասին է երգում։ Ֆլորայի մոտ ստացվում էր այդպես բնակցին, իսկ ես դեռևս հասուն չէի այդքան, բայց տարիների մեջ ես էլ հասունացա, երևի գուցե եւ մի փոքր ավելի քայլեցի առաջ, բայց երեքս էլ ինքնատիպ մոտեցումով մոտեցանք, այսինքն ես հայկական իմ օրորները, երբ որ հեռուստատեսությամբ առաջին անգամ ներկայացա եւ դրեցի երեխային օրորոցի մեջ, սկսեցի նրան երգել հենց օրորոցում,
Այսինքն մոտեցումը ցույց տվեցիր, ինչպես կարելի է նաև մատուցել երգը։ Այսինքն իր բնութագրական գեղեցիկ վիճակով ոչ թե հենց էլ աչքերը փակել, բերանը բացել, չէ, որը ինձ հակասող բան է։ Այսինքն, եթե դու հայրենիք ես երգում, իսկապես դու քո կատարումով պիտի ներկայացնես, մարդը նկարի նման տեսնի քո կատարումից այդ հայրենի աշխարհը, տեսնի այդ երեխայի նրբին օրորը։ Շատ անգամ եմ լսել Կանաչյանի օրորները երգում են տարբեր, ասենք օպերային երգիչներ բան, եւ վերջերս կարդում էի Պարույր Սևակի գրվածքներից վերլուծություն եւ ասում է ռադիոյով լսում եմ այսպիսի ձայն, կարծես անդանակ մորթել լինի։ Հենց չհասկանալով երգելը դա նման է իսկապես Սևակի ասած անդանակ մորթելուն։ Իսկ ես երևի հենց այդպիսին եմ, գիտեմ թե ես ինչ եմ անում։ Գիտեք, արդից օգտվել է ուզում եմ հարցնել, Էդուարդ Դարփինյանը հիմա էլ Ավստրալիայում է, չի ուզում վերադառնալ։ Ես ընդամենը 3-1 ժամ իր հետ խոսել եմ, ինչ քայլ անեմ, իրեն ողջորված ասում եմ, գիտես ասում եմ, ես Համլետ Ղուշյանի հյուրն եմ լինելու, շատ ողջորվեց, շատ ուրախացավ, երբ որ ինքը գա, ես հաստատ այս տարի չի գալու, մյուս տարի կգա, անպայման կասեմ, որ հանդիպենք։ Հայտնի ֆիլմում ոնց է ասում, չմոռանանք մեր անունն էլ տալ, որ գա թող այստեղ ներկա։ Անպայման ինքը միշտ, այսինքն ինչով էլ այնտեղ զբաղվի, ես այստեղից այնտեղ իրեն զգացնել եմ տալիս, որ հիշիր, դու եղել ես, կաս եւ պետք է լինես, որովհետեւ հենց իր կատարումներով եւ իմ ուսանողներին ես դասավանդում եմ, ասում եմ լսեք Էդվարդ Դարփինյան, Գարահիսար, Սպիտակ մազեր, նրա կատարումները շատ դաստիարակչական են վիճակից ասել։ Ես պիտի ասեմ, որ մենք մի քիչ երկար խոսեցինք, որտեղ ժամանակն է քո երգերի մի հավաքածու ներկայացնել հիմա հերոստատողին, որտեղ հատկապես երիտասարդ հերոստատողների համար դա նույնպես ծանոթության մի ինքնատիպ ձև է։ Հիմա դիտենք եւ վերադառնանք տաղավար։ Խնդրեմ։ Շեյ բարեկամներ, հիշեցնեմ, որ հանրավետության վաստակավոր արտիստ Սուսաննա Սաֆարյանն է մեր հյուրը, Տիկին Սուսաննա, դիտեցինք հատվածներ դեր տարբեր երգերից։ Դե տեսնում եք, դուք շատ մեծ արխիվ ունեք, եւ մենք դրանից օգտվում ենք, բարբերաբար ցուցադրում ենք, իհարկե դա շատ կարեւոր է։ Վերջին հատվածն էլ Ջիվանու հայտնի առաջ դուք ընդհանրապես Իդեպ ասեմ, ես քանի որ ինքս ինձ զուսպ եմ պահում, չեմ սիրում խառնվել որևէ զրույցների, քննարկումների, բայց ինչքան որ հարցը դրել են նոր հիմն ստեղծելու,
Այսինքն տեսել եմ էլի լուրերից, որ ասում են նոր հիմն գրենք բան, բայց առիթը եկել է հուշեմ, թող Ջիվանու Սլանանք երգը մեկ անգամ գոնե դնեն, լսեն, կարդան եւ տեսնեն, այսպիսի հիմն երբևէ կգրվի արդյոք, ինչպես Ջիվանին է գրել։ Այ ասեք, դժվար չէ ստեղծագործել, ապրել մի երկրում, որտեղ այսօր մշակույթի, մասնավորապես երկարվեստի համար այնքան էլ ջուրին պայմաններ չկան։ Ես իմ բնականon կյանքն եմ ապրում, որովհետև ոնց որ քարայծը ժայռերում, չէ։ Այսինքն, երբ որ նորից հետ դառնամ դեպի Էդվարդ Արփինյան, որ եկել էր այստեղ, ասեց Սուսիկ ինձ համար մութ աշխարհ է արդեն։ Այսինքն ես ապրելով իմ հողի վրա գիտեմ թե ինչպես ապրել։ Դա շատ կարևոր բան է, այսինքն տեսնել, ամեն ինչ տեսնել, լսել, ինքդ քո մեջ քննարկել եւ ըստ դրա ներկայանալ։ Այսինքն յուրաքանչյուրը եթե հետևի իմ քայլերին, աշխատանքին, նա նույնիսկ շատ հարցերի պատասխան կգտնի, որը ես չեմ բարձրաձայնում։ Պարզապես քայլում եմ, ասում եմ, եթե այսպես դուք ապրեք, ուրեմն անկասկած շատ շքեղ կապրեք ձեր հողի վրա։ Պարզ է։ Դե դժվարությունները ես հասկացա, քեզ համար վաղուց դարձել են սովորական, ինչպես ասի։ Ջան, ինչ դժվարություն, երբ որ հատկապես արդեն ես դարձա 62 տարեկան, ես հասկացա, որ այս աշխարհում ինձ բան պետք չի, ոչ մի բան, որևէ բանից հարկավոր չի, ինչով կարող եք ինձ զարմացնել, ոչ մի բանով, բայց ես կարող եմ մարդկանց դեռևս զարմացնել, որ իսկապես մեր հողում ապրեք ինպես հաղթական ու գեղեցիկ։ Բայց մի հիշեցեք երբեք ձեր տարիքը, որտեղ Չէ, դա բավականին լավ ձեռքբերում է, օրինակելի ձեռքբերում, այո, թող տեսնեն, որ կարելի է այսպես հանգիստ ապրել եւ ապրել շատ երկար եւ շքեղ։ Եվ արժանապատիվ։ Հանգիստ ապրելը շատ կարևոր բան է, այսինքն երբ որ դու ընդունում ես բոլորի արածը շատ սիրով, ժպիտով, հոգու ժպիտով ամենակարևորը, բոլորին ներառում ես քո մեջ, խմորում եւ ըստ դրա մի նոր հետաքրքիր բանով ներկայանում, այսինքն շատ կարևոր է դա, հանգիստ ապրելը։ Գիտեք, ես իմ էությամբ չարմար չեմ սիրում իհարկե չարախոսել, բայց մեկ-մեկ երևույթների եմ ականատես լինում, որ ակամայից այսպես բռնկվում եմ, բորբոքվում եմ եւ չեմ կարող այս անարդարությունների մասին չխոսել, որոնք չգիտես ինչու որոշ մարդիկ ասում են, այ դու դիմադիրկեցված կունես, այդպիսի բան չկա, պարզապես մենք քեզ հետ երևի են տեսակն ենք, որ իրերը պիտի կոչենք իրենց անունով։ Համամիտ եք։ Դե ինձ տրված չի, որ ես անպայման կոչեմ։ Ես ընդհանրապես երգում եմ, ոչինչ չեմ կոչում։ Իմ մուզիկան պոլիտիկա չզբաղվել, հա։ Այո։ Լավ է։ Դրա համար չի երևում, որ 60 տարիները մնացել են եթե։ Բայց այնուամենայնիվ մենք հիմա ապրում ենք մի երկրում, որտեղ սարսափելի է այն առումը վիճակը, որ մարդիկ հեռանում են, գնում են։ Արտագաղթ ինձ համար ամենացավալի երևույթն է։ Որքան արժանապատիվ մարդիկ են հեռացել։ Այ դա ձեզ չի ուզում, չի մտահոգում։ Ամիտ ջան, քանի երկիր թվարկեցիք, որ ես եղել եմ։ Այո, մեկ տասնյակից Երբ որ գնացի անձնագիրս վերջին անգամ փոխելու, ասես տիկին Սանա, ինչ խփենք, ասեցի, ես երթվել եմ օդանավակայանին չեմ մոտենալու։ Այսինքն թող դրսից մարդիկ գան այստեղ, իսկապես հաղորդակից լինեն իմ արածներին, ես չեմ կարող երգել նրանց համար, ովքեր մեր հողը թողել եւ հեռացել են։ Վերջ։ Դա իմ ասելիքն է։ Այսինքն ես չեմ ընդունում, որ հեռանում են։ Մարդուն ինչա պետք մի կտոր հաց, մի կտոր չգիտեմ ինչ, չէ, եւ ուրախ իրար հետ մտերմիկ հարաբերություններով ապրել։ Ոչ մի բան մարդուն պետք չի առանձնապես։ Որքան հասկացա, անverջ վերադարձի գաղափարը ձեզ էլ է ուզում։ Այո, լավ կլինի գան։ Լավ։ Դե վերջերս երկրի նախագահ ասեց, չէ, որ 2040 թվականին Հայաստանում պիտի ապրի 4 միլիոն մարդ։ Պատկերացնու եք։ Հա, ամեն մեկը որ մի երեխա բերի այս տարի հենց այսօրվանից սկսած, կշատանանք, չէ, բայց չենք ունենում, չէ։ Չենք ուզում, բայց ինչի չենք ուզում։ Օրինակ, անկեղծ ասած ես զարմանում եմ, գրքեր եմ կարդում եւ վերջիվերջո իմ մայրը ամուսնացել է 15 տարեկանում եւ ինչ վատ աղջիկա ունեցել, որ չէ։ Մեր բոլոր երեխաներն են մեր տան մեջ ինչ որ շնորներով են, այսինքն թեր հաս չեն ծնվել։
մեր ընտանիքում 15 տարեկան է եղել մայրս, որ ամուսնացել է։ Այսինքն թող մի քիչ շուտ ամուսնանան, այն բուրըն ժամանակ, երբ որ սիրահարվում են երիտասարդները, թող ամուսնանան։ Այդ ժամանակ մենք կշատանանք, բայց երբ որ ասում ես, չէ, քո տարիքը չի, դու սպասել դարձի չնայած Ջիվանին ասում է, խելացի մարդիկ պետք է ամուսնանան, 20 տարեկան աղջիկը պետք է լինի, 30 տարեկան տղամարդը։ Այսինքն արդեն հասուն կին, հասուն տղամարդ, նրա ասելով դա է ճիշտը։ Կուսակցական եք տգին Սուսաննա։ Բա դա իմ խելքի մոտ բան է, ես ոնց կարամ հասկանամ դες բաներից, չէ, ես մենակ երկից եմ բան հասկանում, ուրիշ ոչ մի բանից։ Դե մենք ձեզ այդ անկուսակցականներով փորձում ենք։ Կարծում եմ, որ իմ ժողովրդի բոլոր անդամներն էլ ովքեր որ կան, կապ չունի, որը ինչ թեկում ունի իր կուսակցական մտածողությամբ, բոլորն էլ ինձ ընդունում են հավասարապես որպես հայ երկչուհի, ընդամենը։ Բարձր, դուք եւ դիմության եւ իշխանության Ես արդեն ասեցի, ես բոլորի քայլերը հետևում եմ, չեմ արտահայտվում, բայց ըստ դրա գործում եմ, ասելով, որ ամեն մեկը ձեր գործում եղեք գեղեցիկ ու հաղթական։ Դե լավ, քանի որ դուք ինձ համոզեցիք, որ ձեր հիմնական գործը երգն է երգելը, հիմա առաջարկում եմ մի երգել դիտենք եւ վերադառնանք, որտեւ երգը նվիրված է քաղաքամայր Երևանին։ Հա, սա իմիջայլոց պատկերը իմ պատուհանից է այդպես երևում։ Մեկ-մեկ հարցնում են Երևանին ինչպես կբնութագրեք, ես ասում եմ հողագնդի քաղաքները թե կանգնեցնել մի մեծ շարքով, բոլորի մեջ զարդի նման դու ես լավը, իմ Երևան, ես այդպես եմ զգում, այսքան առաջին անգամ արտահայտվել եմ, երևի դուք առաջին անգամ կցուցադրեք, դե դիտենք թե ինչ երեք արտահայտել մասին, խնդրեմ
2013 թվականին Samsung ընկերությունը ներկայացնում է կորեկրանով աշխարհում առաջին սմարթֆոնը։ Կորեական Samsung ընկերության պաշտոնական գործընկեր Vega։ Դե Երևանը իհարկե միշտ եղել ու մնում է բոլորիս համար ամենասիրված քաղաքը։ Ես պատկերացնում եմ, Ես չեմ ծնվել Երևանում, բայց 17 տարեկանից ապրում եմ այստեղ։ Վստահ եմ, որ իմ քայլերը զարդարում են մեր Երևանը։ Իսկ երկերը առավել Բայց երբ որ հեռուստատեսությամբ հաղորդումներ եմ լսում, անպայման շեշտում են, որ մենք իսկական երևանցի ենք, իսկական երևանցին նա է, ով կարողանում է իսկապես իր քայլերով զարդարել այս գեղեցիկ քաղաքը։ Դե մենք հայրս սիրում ենք ասել, չէ, սա Ղարաբաղցի է, սա Գյումրեցի է, սա Վանաձորցի է, սա մենք, այո, մենք ենք մեր սարերը եւ մեր Երևանը։ Այո, շատ գեղեցիկ, իմ պատուհանից հատկապես Մասիսով քաղաքը այնքան գեղեցիկ է երևում, էլ ասելու չի։ Հետաքրքիր բնակարան ունեք, ամեն ինչ երևում է ձեր պատուհանից։ Հա, փոքրիկ բնակարան է, չէ՞, մեկ սենյակից, երբ որ դու ասեցիր ես ուզում եմ գալ, ասեցի, գիտես, ես ապրում եմ շատ համեստ, բայց շատ լիարժեք կյանքով այս բնակարանում, այսինքն բնակարանը ինձ տրամադրում է, որ ես իսկապես էլի Ես պիտի ասեմ, որ շատ հետաքրքիր բնակարան է, ես էլ բախտ ունեցա այդ պատուհանից նայել Երևանին, շատ բաներ տեսա։ Շատ գեղեցիկ է եւ մաքուր է օդը, հատկապես մեր մոտ։ Այո։ Հաստեն չասենք, թե չէ վաղը միսօր բոլորը կուզենան գալ ձեր բնակարանից նայել Երևանին։ Խնդիր չի։ Ես գիտեմ, որ դուք շատ էսպես առատազերն մարդ եք։ Այ ասում եք, չէ, արդեն երկար տարիներ է, ինչ գրում եմ երգեր, բանաստեղծություններ։ Եվ պիտի ասեմ, որ դուք ձեր ստեղծագործություններում միշտ զգացնել եք տալիս, որ իրոք սիրում եք այս երկիրը, այս քաղաքը, այս հայ կոչեցյալ ամեն ինչ, ինչ որ հայության հետ է կապված։ Չգիտեմ ինչու է այդպես։ Ես ասում եմ, չգիտեք։ Ես այ շատ անգամ հենց իմ հայրենի աշխարհ բանաստեղծությամբ ասում եմ փորձեք մի հատ տեսեք, դուք արտահայտում եք իմ հայրենի հող եւ հայոց մեծ աշխարհ։ Երբ որ արտահայտվեք կարող եք հենց այսպես, այսինքն անգամ իմ նկարանած տեսահոլովակի մեջ ես ասում եմ իմ հայրենի հող, քիչ է մնում գրկես այդ ամբողջ աշխարհը, հայոց մեծ աշխարհ, չէ՞։ Նույնիսկ երաժշտական առումով երևի թե ճիշտ է ստացվել, որովհետև ես գրող չէ, ինչ որ տեսել եմ, միջիցս դուրս է եկել այդպես, չէ։ 30-ից ավելի գիրք եք գրել, ասում եք գրող չեմ։ Հա, եւ շատ բանաստեղծություններ ծնվում են անկախ ինձանից, շատ անգամ ասում եմ Սուսան, էլ չասես, էլ գրի չառնես։ Գալիս է, չէ՞, այդպես ի վերուստ։ Թելադրանք է դա։ Չգիտեմ ինչու, այսինքն նայում ես, ոնց որ մարդուն նայում ես լազերնի բանով, չէ՞, տեսնում ես նրա հոգին, նրա ամեն ինչ, այդպես ես տեսնում եմ եւ ինքնարտահայտվում եմ, ուրիշ խնդիր չկա։ Օրինակ ձմեռը երբ որ գալիս է, ես հուսահատվում եմ պարզապես։ Երևի բնությունը օրինաչափորեն քնեցնում է նաև մարդուն, բայց դա ինձ դուր չի գալիս։ Ու հանկարծ մի բանաստեղծություն ծնվեց այս տարի եւ վերջում գրում եմ. իսկ ուր եք կորել վաղվա իմ հույսեր։ Բայց արդեն հույսերս ծաղկում են, չէ, դահլիճներում ամեն ինչ, բայց այդ պահին փնտրում եմ, իսկ ուր եք կորել վաղվա իմ հույսեր, այսինքն ես նոր բան պիտի ասեմ, նոր բան պիտի արարեմ։ Տիկին Սուսաննա, հույսը, ինչպես ինքներդ եք ասում եւ ընդհանրապես ընդունված է, միշտ մեռնում է վերջում։ Պիտի հավատաս, որ այնուամենայնիվ ամեն ինչ լավ է, չէ՞։ Ձեզ մոտ հույսը երբեք չի մեռնում։ Չէ, հնարավոր չէ։ Նույնիսկ վերջում։ Մի անգամ մեռել էր դեկտեմբեր ամսին եւ իհարկե աշխարհ ասելով ես իմ ներքն աշխարհի մասին եմ խոսում, վախից չեմ երբում, որովհետեւ կասեն թե մեր իրական աշխարհից եմ դժգոհում, չէ, իմ ներսի ստեղծած աշխարհից, ասում եմ, ինքս իմ աշխարհը կերտած, այս աշխարհից խռոված հեռանալ եմ ուզում ես։ Բայց լավ է վերջում դարձավ սիրո երգ դա էլի, բայց ապրումներ եղան, որ այդպիսի արտահայտություն բերեցի։ Երբեք չմտածեք հեռանալու մասին։ Չէ, ինչ խոսք։ Դա ձեր նկարագրին շատ անհարիր է։ Տիկին Սուսաննա, հունիսի 11-ին, եթե չեմ սխալվում, Առնո Բաբաջանյան համերգասրահում ձեր հերթական նոր համերգն է։ Իսկ դուք հենց այնպես համերգ երբեք չեք կազմակերպում։ Այս անգամ ինչ առիթով եք ներկայանում մեր հանդիսատեսին։
Ամբողջ բանը նրանում է, որ հիմի ես դասավանդում եմ Արնո Բաբաջանյան պետական մանկավարժական քոլեջում արդեն 3 տարի եւ երբ որ նորից ոտք դրեցի այդ քոլեջ սիրտս մենակ տեսնեիք թե ինչ հուզումներով սես թփթփած, այսինքն ես չէի կարողանում որևէ մի բան արտահայտել, ինչ որ հուզվեցի շատ, ես հասկացա, որ իսկապես իմ կյանքի կարևորագույն էջն է եղել հատկապես այս քոլեջը, որտեղ 72 թվականից ընդունվել եւ սովորել եմ, եւ 50 ամյակն են նշում։ Քոլեջ, որը տվել է Գեգամ Գրիգորյան աշխարհահռչակ երգիչ, տվել է շատ ու շատ դաշնակահարներ հայտնի, Ինգա Անուշ Արշակյաններն են մեր մոտից, Սոնան Մոսկվայում, որ կա էստրադայի երգչուհի եւ մնացածներին ես այդքան լավ չգիտեմ, բայց այնուամենայնիվ ես որոշեցի, որ իսկապես կարելի է անկեղծ խոսելը ճիշտ բան է, չէ։ Իհարկե։ Գյուղացի աղջիկ էի, որ եկել էի, ինել վոկալ բաժին էի ընդունվել, երևի ձայնս այնքան լավն էր, որ ընդունել էին վոկալ բաժին, դասատուս ինչ ասում էր չէի հասկանում։ Վերջում ասեց թաղ եմ արևդ, որ քեզանից մարդ սարքեմ, ուսումնարանի դեմ իմ արձանը պիտի կանգնեցնես, եւ 45 տարի հետո ես որոշեցի, որ ի հիշատակ իմ ուսուցչին նկարահանեմ մի ֆիլմ, վավերագրական ֆիլմ, ապրում եմ իմ սրբավայրում եւ դա նվիրեմ իմ շատ սիրելի Վերգինե Հովհաննիսյանին եւ առավել սիրելի իմ քոլեջին, որի 50-ամյակն է եւ հենց համերգի առիթը դա է։ Այսինքն այդ երեկոն նվիրում եմ քոլեջին եւ ամբողջ իր բովանդակությունը ինչն է, ով եմ դարձել ես այդ քոլեջ ընդունվելով։ Իմ համերգն է, հերթական լուրջ համերգը, որը նվիրում եմ 50-ամյակին։ Հիմա մենք պիտի դիտենք մի հատված ձեր այդ ֆիլմից ու նորից, դե մենք ամեն ինչ ունենք, մենք ձեզանով հետաքրքրում, մենք էլ հատուկ ծառայություններ ենք, ճիշտ է, այն չէ, որ սովորաբար մեզանով բոլորովս է հետաքրքրում, մեր ծառայությունը մեր ծրագրի հերոսներով։ Հիմա դիտենք մի հատված, խնդրեմ։ Ամեն անգամ, երբ մտնում եմ քոլեջ, ինձ համակում է այնպիսի մի զգացողություն, կարծես սրբավայր եմ մտնում։ Արիմ սոխակ, թող պարտեզ մերի։ Արիմ սոխակ ժողովրդական երգը, որն ինձ տանում է դեպի անցյալ իմ առաջին դասերը 1972 թիվ, որևէ երգի բառեր մինչև վերջ չգիտեի, միակ երգն է, որով քննություն հանձնեցի եւ բաց արեցի երգային կյանքիս ամենակարևոր էջը։ Ամոթխած աղջնակ էի եւ շատ դեպքերում չէի ըմբռնում իմ դասախոսի Վերգինե Հովհաննիսյանի դիտարկումները, որքան ջանք էր թափում դասաժամերին, որպեսզի ճիշտ ու գեղեցիկ կատարեի երգերը։ Ավանդույթներով հարուստ այս ուսումնական հաստատությունը ունենում է հետաքրքիր միջոցառումներ, համերգներ, որոնք յուրաքանչյուր ուսանողի վրա թողնում են անջնջելի տպավորություններ։ Քոլեջն ուներ երիտասարդական կամերային երգչախումբ, որի կազմում ես հանդես եմ եկել Բուլղարիայում կայացած միջազգային մրցույթի, որտեղ արժանացել ենք առաջին մրցանակի։ Այսօր էլ շատ ուսանողներ մասնակցում են տարբեր մրցույթների, փառատոների եւ իրենց ստացած մրցանակներով մեծ պատվի է արժանանում քոլեջը։ Եթե ինձ հարցնեին ինչ կցանկանաս, միայն կասեի սա. Երանի հրաշքով կենթանանար իմ ուսուցիչը եւ տեսներ, թե ինչպես են նրա խոսքերը խթան հանդիսացել ինձ համար, որ մինչ օրս շնորհիվ նրա հորդորների կամ հայ երգարվեստի երկնակամարում։ Այսօրվա իմ յուրաքանչյուր երգի կատարում թող դառնա վառվող մի մոմ ի հիշատակ իմ շատ սիրելի դասախոս Վերգինե Հովհաննիսյանին։ Տիկին Սուսաննա, դե գնացինք ձեր քոլեջ, ձեր ուսուցչություն հիշեցինք, դե կյանք այդպիսին է, չէ, հիշողություններ։ Ես պիտի ասեմ, որ երբ ծանոթանում էի այն նյութերի հետ, երբ որ պատրաստում է այսօրվա հանդիպան համար,
Ձեր գրքույկներն էլ իհարկե նայեցի, հատկապես բանաստեղծությունների գրքույկները եւ այնտեղ այդ ձեր սեղանին դրված է այդ գրքույկը կան հրաշալի Հայրենի աշխարհ, այո, եւ այնտեղ կան հրաշալի բանաստեղծություններ, բայց իմ ուշադրությանը արժանացավ մեր շատ սիրելի լուսահոգի Ֆլորա Մարտիրոսյանին նվիրված այդ բանաստեղծությունը։ Ես գիտեմ, որտեղ նաեւ երգի եք վերածել։ Իմ բոլոր բանաստեղծությունները երգեր են, այստեղ զետեղված։ Այդ Ֆլորայի հայտվածը կուզենայի, որ ակապելա այսպես նաեւ ներկայացնեիք այդ բանաստեղծությունը, եթե կարելի։ Ախ, Ֆլորայի դարդը զարմանահրաշ բան է, բայց ասում են երազներին հավատում եք, որ իմացա լուրը, գիշերը երազ տեսա, ինքը իմ տան մեջ էր, հյուրասրահում, հանկարծ հեռախոսով զանգ եկավ, Ֆլորան իրեն թավ ձայնով ասեց՝ «Դա»։ Մինչև մոտեցա, որ հարցնեմ Ֆլոր, ով էր, ասեց՝ «Իրեն հետո զանգեք»։ Իրեն հետո զանգեք։ Հետաքրքիր է, չէ՞։ Եթե կարելի ակապելա մի քարյակ։ Ես ծնվեց նաև երգը, որը գործիքավորել տվեցի, ժողովրդիկների նվագախմբին եմ նվիրել, եթե ցանկանան կկատարեն։ Հզոր մի աստղ իջար երկնքից, լույսը ցապրեցիր շուրջ բոլորը քո, սրընթաց մտար սրտերն ամենքին ու ողողեցիր հրով քո երգին կորուստը ծանրեն կեր սիրելի դաժան ցավեսահ սարսափելի հույսով եմ երբեք երգը չի լռի ժպիտդ կհավերժի Շնորհակալություն Տիկին Սուսաննա բոլորս շատ ենք սիրում Ֆլորային եւ միշտ քրիշենք սիրենք ցավալի է իհարկե կորուստը միշտ բայց լավ է որ կան մարդիկ որոնք չեն մոռանում նրանց մասնավորապես այս բանաստեղծություններ մի ինքնատիպ հուշարձան է նրա հիշատակը Դե ես նորից եմ ասում, չնայած այս բոլոր կորուստներին, դժվարություններին դուք լավատես եք, դա ինձ շատ է ուրախացնում եւ ամենակարևորը դուք շարունակում եք նոր երգեր գրել, նոր բանաստեղծություններ։ Այնուամենայնիվ հավատում եք, չէ՞, հայկական վերածննդի գաղափարին, որը ամենը անում եք։ Եթե հենց իմ օրինակով էլ ասեմ, անverջ ինչ որ բաներ չվերածնվեն, այսինքն հին մտքերը նորովի չվերածնվեն, մենք ոնց կարող ենք, չէ, հարատևել։ Այո, հիմվելով, հենվելով, հնին մենք պետք է անverջ մի նոր ասելիք բերենք եւ ասենք, գիտեք ինչ, այսպես էլ կարելի է իսկապես ապրել։ Երևի ինձ հեռուստատեղները չեն ների, եթե մի երգ էլ հիմա չառաջարկեմ նրանց ունկնդրել, որովհետև ամեն օր չէ որ Սուսաննա Սաֆարյանը մեր ծրագրի հյուրն է, դիտենք եւս մեկ կատարում ու վերադառնանք տաղավար։ Խնդրեմ։
Մենակ էինք մենք, բայց մեզ հետ եք դուք։ Ինչ ճաշակ ունես։ Իսկապես։ Ուրախ եմ, գիտեք, որտեվ մաքրությունը, ձայնի, կատարումը, սա ինքնատիպ դպրոց է երիտասարդ երգիչների համար, եւ ես ուրախ եմ, որ դուք այնտեղ դասավանդում եք։ Ձեր սաների համար եմ ուրախ։ Այ մի անգամ տեսնեք, թե ոնց եմ քրքրում այդ երեխաներին, հետո էլ ասում եմ, ինչ ես անում Սուսան։ 16 տարեկան երեխուն փորձում եմ պահանջել նրանից այն ինչ որ ես հիմա ասում եմ, չէ, ամոթից գետինը կմտնեմ, եթե դուք վատ երգեք։ Այսինքն պիտի լավ երգեք, վարիանտ չի, ուզում տարեկան փոքր իհարկե, ասում ասա ով է մարզիչը, ասեմ ով ես դու։ Հիմա այդ սկզբունքը կա սպորտի տեղ։ Դիգի Սուսանա, եւ վերջին հարցը, ժամանակը ավարտվում է ավաղ։ Շեքսպիրի հանրահայտ լինել, թե չլինել, ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ։ Լինել այնպես, ինչպես ես եմ այս պահին, որովհետև իսկապես ես վառ օրինակ եմ իմ գոյությամբ, որ մեր հողի վրա կարելի է ինչպես ապրել եւ իսկապես երջանիկ ապրել։ Շնորհակալություն։ Սիրելի բարեկամներ, այսօր այսքանը, ցտեսություն։